Հարաջան բարի երեկո, այսօր տեսնում եմ, որ այդ դեղին մամուլի մակարդակից չանցած այդ հողատու հերետիկոսը անօրինական ինչ-որ հեռախոսաձայնագրություններ և համոզված եմ դա Անգլիայի հատուկ ծառայությունների օգնությամբ այսօր բոլորին է լսում, բոլորին։ Դրանք եկել են լցվել են ստե և բոլորը ընկած են այդ աբիժնիկ հերետիկոսի ուրեմն հրամանները կատարելով և ինչպես հատուկ է դեղին մամուլի ուրեմն լրագրողին, նա բացի զրպարտանք, ինչ-որ կոմպրոմատ կամ և այլն շանտաժ, այդ ամեն ինչը իրան հատուկ է, բայց ինչն է ուրեմն ինչի մասին է ուզում խոսել։ Որոշ այսպես կոչված եկեղեցականներ սկսել են բողոքել, որ իրենց այս ինչ տեղն են ուղարկում, են ինչ տեղը ձայնագրության մեջ կա, կամ ինչ-որ քահանաներ են ուրեմն կամ ինչ-որ կտրտվում է, այս շուտով ես էլ չենք ունենա, կամ ինչ-որ քահանաներ են ըմբոս տանում, ու ասենք չեն ուզում ես անեն, չեն ուզում են անեն, կամ ուզում են ստեղ ծառայեն, կամ ուզում են ընդեղ ծառայեն։ Տեսեք, ես միշտ այսպես եմ հասկացել, միգուցե սխալվում եմ, բայց ես երիտասարդ չեմ էլի, արդեն 50-անց մարդ եմ, արդեն 60-ի մոտ մարդ եմ, և ամբողջ կյանքում այսպես է եղել, եթե դու գնում ես ճեմարան և ուզում ես անցնես եկեղեցական ծառայության, ինչա կոչվում ծառայություն։ Դա Աստծո բանակի ոնց որ զորակոչվելն է, և ինչ-որտեղ նաև բանակից ավելի խիստ։ Հիմա պատկերացրեք, որ մեր զինվորները, զինվորականները ծառայության ժամանակ սկսեն բողոքել, որ ինձ ուղարկում ես այստեղ, կամ ոչ միայն մեր աշխարհում։ Զինվորականը ասում է, ինձ մի ուղարկի այստեղ, չեմ ուզում այստեղ ծառայեմ, ուզում եմ ընդեղ ծառայեմ և այլն, ինքը որոշի։ Երբ որ նա գնում է այդ ծառայության, խոսքը չի գնում ուրեմն հարկադիր ծառայության մասին, այլ խոսքը գնում է հենց սպայական կազմի մասին, որ դու գնում ես որոշում ես, որ ես ուզում եմ լինել զինվորական, կամ խոսքը գնում է ուրեմն պայմանագրային ծառայության մասին, որ ես ուզում եմ գնամ դառնամ պայմանագրային ծառայող։ Եվ դու գիտակցում ես, որ որպես զինվոր քեզ որտեղ ուղարկեն, որտեղ քո կարիք կա, այնտեղ էլ գնալու ես։ Եվ որ գոյություն ունի գլխավոր հրամանատար, որը որ որոշում է, թե դու ուր պետք է գնաս և ինչ պետք է անես։ Նույնը ես հասկացել եմ զինվորադահու եկեղեցական ծառայության մեջ է։ Եվ նույն, այսպես ասած, փոխաբերական իմաստով, բայց բառերը, նույն հրամանատարը իրենք ընտրվում է հրամանատարը, Աստծո օրհնանքով օծվում է հրամանատարը, այսինքն միապետը, այսինքն մեր կաթողիկոսը, ամենայն հավերժ կաթողիկոսը։ Եվ այո, նա և բարձրաստիճան հոգևորականները կարող են որոշել, թե դու որտեղ պետք է ծառայես։ Իսկ եթե դու ուզում ես ծառայես ընտանիքիդ մոտիկ, չգիտեմ, այս կողմ են կողմ, ապա սխալ ես ընտրել քո մասնագիտությունը, ապա սխալ ես ընտրել ծառայությունը։ Եթե ուզում ես հոգևոր լինես, դա քեզ անպայման չի, որ գնաս դու այդ ծառայության։ Դու կարող ես էլի գնալ պատարակներին մասնակցել որպես կամավոր, շատ մարդ եմ տեսել, որ հոգևորական չեն, բայց բոլոր պատարակներին գնում են, մասնակցում են այդ ամեն ինչին, օգնում են քահանային և այլն։ Գնայր այդպես լիներ, տանդ մոտ ձեր եկեղեցում կգնայիր, կծառայեիր։ Ամեն կիրակի պատարակ կաներ, կամ քահանայից կխնդրեիր քարոզի ժամանակ, մարդկանց հետ կխոսեիր եկեղեցի բակում, քո քարոզը կանեիր։ Այսինքն կամավոր սկզբունքով, և քեզ ոչ ոք չէր ստիպի, որ դու գնայիր այստեղ կամ այնտեղ ծառայեիր։ Իսկ եթե գնացել ես գիտակցելով ծառայության անցել ես Աստծո բանակին, այսինքն եկեղեցում, պետք է նաև գիտակցես, որ եկեղեցում գոյություն ունի հրամանատար, որը Աստծո կողմից է ընտրվում, օծվում է, ընտրում են այո եկեղեցական խորհուրդը և այլն, բայց մեկ է, դա օծվում է, եթե Աստծուն դա հաճո չի, դա չի տեղի ունենա։ Եթե իհարկե դու հավատում ես Աստծուն, եթե դա քո համար ուղղակի ձևականություն է, ինչպես ասենք նախագահի կամ վարչապետի ընտրությունը, դա ուրիշ բան։ Բայց եթե դու հավատացյալ մարդ ես, գիտես, որ չի կարող դա լինի, ինչքան էլ ուզում է
միջամտեն քաղաքական գործիչները եւ այլն, ես Աստծուն դա պետք չի, ապա դա տեղի չի ունենա։ Եթե դու հավատացել ես, չես կարա դրան չհավատաս։ Հիմա դու գնում ես ընտրում ես քո ծառայությունը, որոշում ես, որ պետքա ծառայես եկեղեցուն, եւ հետո էլ դվազում ես, ասում ես հրամանատար ինձ ուղարկում անդեղ, հրամանատարը այս բառից մի նեղվեք, որ ասում հրամանատար։ Հասկանում եք, չէ՞ ինչ նկատի ունեմ։ Այո, եթե դու ընտրել ես այդ ծառայություն, դու պետքա ծառայես, դուրը չի գալի դուրս արի։ Դուրս արի քեզ ոչ ոք չի ստիպի, որ դու գնաս այստեղ կամ այնտեղ ծառայես։ Ինչ է անշակում, ինձ ուղարկում են տնից հեռու ինձ։ Բանցել ես ծառայության։ Բա ոնց այդ միսիոներները, որ վերցնում էին այն ժանտախտի ժամանակ ուղարկում էին Աֆրիկա եւ այլն, մարդիկ գնում էին իրաց ծառայությունը, իմանալով որ կարող են վարակվել, կարող է իրանց այդ աբորիգենները ուտեն եւ այլն։ Բայց գնում էին, չէ՞։ Դա է ծառայությունը ասում։ Ոչ թե որ դու որոշես քո քեֆին, արա դες եկեղեցին, մի քիչ հեռու է, բա անես կոմենկոմ։ Երկու տրանսպորտ պետք է փոխեմ եւ այլն։ Նա դու ծառայության ես անցել, դրա համար ես չեմ գնացել եկեղեցի ծառայության եւ գնում եմ եկեղեցի, որը եկեղեցին ինձ հարմար է։ Իմ աղոթքը անում եմ եկեղեցում, որ ինձ հարմար է։ Գնում եմ պատարագային եկեղեցի, որտեղ որ սիրտս ուզում է։ Դրա համար ես եկեղեցու ծառայող չեմ։ Բայց եթե ես ընտրեի, որ եկեղեցուն պետքա ծառայեմ, այո, պետքա գնայի եւ ծառայեի այնտեղ, որտեղ ինձ կուղարկեին։ Դրա համար ես չեմ ընտրել, ես նույնիսկ զինվորական ծառայությունը չեմ ընտրել, սիրելով այդ գործը ամեն ինչ, որտեղ ես ուզեցել եմ, ես իմ կամքի տերը լինեմ, ես ուզեցել եմ, ես իմ ազատ տեղաշարժի տերը լինեմ։ Բայց եթե ես անցնում եմ ծառայության, կլինի դա պետական ծառայություն։ Հիմա ոնց որ գնաս պետական ծառայության, այս ոշխարները որ գնում են, իրանց որ ասում են գնայսի ոնց որ ասի չեմ ուզում, չես ուզում դուրս արի։ Նույնը բանակում է, նույնը եկեղեցում է, ծառայությունն է դրա համար կոչվում։ Երիքը նվակ ու լացեք կամ դուք որոշեք ով պետք է այս եկեղեցում լինի, ով պետք է չլինի։ Արդեն քահանան է որոշում, էլի ով պետք է դե ծառայ, ով պետք է չծառայ։ Այ քեզ բան, հասել եք, իջենք։ Ես եմ ուզում ասեի։ Հիմա այդ որտես տարածում եք այդ բաները, վայ սա ասես նա ասի։ Այո։ Եվ ցույցերին վերաբերող։ Բոլոր ցույցերին, այդ թվում եւ Նիկոլի ցույցերի ժամանակ։ Բա այն ժամանակ ինչի՞ չէր բողոքում, որ կաթողիկոսը մարդեր ուղարկում, որպեսզի բախումներ չլինի։ Նույն Բագրատ Սրբազանը, այ Նիկողոս, այ չգիտեմ Հուդոլոս, այ հերետիկոս, որ հենց ձեր կազմակերպած ցույցերի ժամանակ գալիս էր կանգնում էր ոստիկանության եւ ժողովրդի արանքում։ Բա ինչի՞ չէր գալի ասում Բագրատ Սրբազանն, բռնեք այս մարդուն տարեք գցեք խուցը։ Կաթողիկոսի հրամանով է եկել կամ այս հրամանով է եկել ստեղ։ Ձեր ցույցերի ժամանակ, որ գալիս էին նույն եկեղեցականները մասնակցում էին, ինչի՞ չէի իրանց ասում որ բան Օսիպյան բռնի սրան տար։ Այո, կարա եւ կաթողիկոսը ես չգիտեմ եղել այդպես բան թե չէ, բայց կարող է ասի որ անպայման գնացեք մասնակցեք, որտեվ ժողովուրդը ոստիկանությունն է, բախումներ չլինեն եւ այլն։ Մնացածը հեքիաթներ են։ Դա էլ է ծառայություն։ Բա իրա հոտն է, իրա ժողովուրդն է, բայց չմտածի այդ մարդկանց ուղարկի այնտեղ, որպեսզի բախումների դեպքում եւ շատ է եղել բախումների դեպքում, թող ցույցերին իսկական մասնակիցները ոչ թե Հուդայի նման, որ ոչ մի անգամ ոչ մեկ չի տեսել ցույցի ժամանակ։ Խաբելա գնացել է Լևի, ասել է գնացել եմ ցույցի, այն էլ զաստավիտով։ Երևի այդ Լևի գնացել էլ բռնի գլխին սարքել է մի դրա համար հիմա տեն ստիպված սատանային է ծախել օքին։ Մի կոմպրոմատ կունենան, որտեվ ես իրան հանդիպել եմ այն ժամանակ ինքը Նիկոլի դեմ է խոսած է, ամեն ինչ դեմ է խոսած է։ Այդ ո՞նց եղավ սեն շրջվեց։ Ուրեմն մի կոմպրոմատ։ Այս դեղին մամուլը իրար վրա էլ մի հեռախոսազանգ, մի վիդեո, մի բան ունի։ Վերջի վերջո կպարզվի։ Հիմա ամբողջ ազգային անվտանգության ծառայությունը դարձել է Նիկոլի ինչ Նիկոլի դարձել դեղին մամուլի բան հավաքող, ինչա կոմպրոմատ ու շանտաժանող մի հատ օրգանիզացիա, ամոթել է գետինը մտնենք բոլորս, որ մեր ազգի
ասենք շպիոնները լցված վխտում են այս երկրում։ Ով ոնց ուզում է գայս են ինչ ուզում են թուրքերը նկարում են տանում են։ Սրանք ընկած էս հոգեվորական են լսում, էսի սրանց ոնց մտավ, էնի նրան սենց արեց, դեղին մամուլի լրագրողը դառնաց էս շեֆ ու ձեզ որպես տրապկա օգտագործում է, տենց է։ Սրան բռնեք գցեք գետին, նրան բռնեք գցեք, հա ինչ բռնեցիք, սա աղիս էլ բռնելու եք, գիտեք։ Վաղ թե ուշ բոլորս էլ բռնելու ենք, են ամեն հերթով գնում են։ Բայց դա չի նշանակում, որ պայքարը կանգնելու է։ Ընդհակառակը շարունակում, ինչքան բռնեք, այնքան ավելանալու է մարդ։ Կարծում եք, որ իզոք վախեցան, հա։ Ասենք հիմա այդ փաստաբանին բռնեցիք Կոչուբաևին։ Կարծում եք մնացած փաստաբանները սուս են մնալ։ Չէ, հեսա ընդհակառակը։ Այն փաստաբանները, որոնք նույնիսկ սուս էին մնում, հիմա ընդհակառակը։ Հասկանալը, որ արդեն բանը հասել է իրանք էլ են կանգնելու պայքարին։ Տենց է։ Աշխարհի օրենքն է տենց, ինչքան ուզում է այդ հերետիկոս դեղին մամուլի սրեկան, ինչքան ուզում է ֆինտ ու ֆլուշկա անի եւ այդ ուժային բանը օգտագործի անձնական հետանցքը պահելու համար։ Կներեք։ Այդ էլ ասածս, թե հիմա ինչքան ուզում է հրապարակեն։ Այս բոլշեգին բերել լցել են, իրանք ցեղակիցները նույն բոշաներն են, չէ՞, դարեր առաջ եկել են։ Գիտեք, չէ՞ որ բոշաները որտեղից են իրականում։ Ինչ վրա լավ անցանք առաջ, էդի շեղվեն կողքից։ Ինչ է ասում, հա։ Ինչքան ուզում եք ճնշում գործադրեք, կրկնակի պայքար ուժեղանալու է։ Հիմա այդ նրան բռնեցիք, փաստաբանին բռնեցիք խոսքի համար։ Լրիվ այդ նյո բոլշևիկները ուր են։ Հա, դուք մնացորդն եք, այն 37 թվի դիում գրողների, 45-ին դավաճանողների, բանը գերմանական զորքին ծառայողների, բանը լրտեսների եւ այլի թորներն եք, հասկացանք։ Բայց մեկը վեշնի չի, դուք էլ եք պատժվելու։ Եկավ են գրեբի կողքից շեղեց, կարևոր բան է ասում մոռացա։ Լավ ոչինչ, ինչ որ ասելիքս ասեցի, հա, չէ, դուք եք ընտրել այդ ծառայությունը։ Եկեղեցականն է, դուրներ չի գալիս, հանեք ձեր շորերը, հանձնեք, դիմումը գրեք, դուրս եկեք, գնացեք ազատ, որտեղ ուզում եք գնացեք պատարակի, որտեղ ուզում եք աղոթեք, մարդկանց բոբիկացեք, շրջեք փողոցներով, քարոզեք, եթե դուք այդպես դուք եկել եք Աստծուն ծառայելու եւ ձեզ ասում են, որ դու պետք է այսպես այնպես դա ձեր չի տալի բոբիկացի, ընկե Աստծուն ծառայ, ով է քեզ բան ասում։ Ինչ անպայման է, որ դու գնաս, ասենք այդ վանքը քո ուզած վանքում քեզ դնեն, որ դու այնտեղ Աստծուն ծառայես։ Գնա Աստծուն, ասենք բանում ինչա։ Անկի ամենախեղճ գյուղը գնա, որտեղ եկեղեցի չկա։ Երկու հատ քարդ իրար վրա ընդ սկսի քարոզը տանել։ Ո՞վ է ձերից այդ բռնել։ Դե գնա Աստծուն ծառայի։ Բա ինչ ես եկեղեցու սիստեմի մեջ մտել։ Գնա ինքդ քո եկեղեցին քար, ոնց որ առաջ եղել է։ Դիր, սարքի մեջ էլ ծառայի դու քեզ։ Ո՞վ է ձերից բռնելու։ Իսկ եթե դու եկել ես մտել ես այդ կառույցի մեջ ծառայելու, նորից եմ ասում, դա զինվորական ծառայությունն էլ բարդ բան է։ Ապա պարտավոր ես ենթարկվել ըստ կանոնակարգի։ Այդքան բան։ Նենց որ ինչքան ուզում այս դեղին մամուլի լրագրողս էս բաներանի ԱԱՑ-ական գնան սրան նրա հեռախոսը լսած այդ մի վեցի հետ համագործակցելով սաղի զապիսները հանեն դնեն այս կոմպրոմատ մեկի վրա մյուսի այդ բոլոր եկեղեցականները ովքեր դրանց վրա կոմպրոմատ ունեն վերջում պարզվելու է դա իմ կարծիքն է բոլորի վրա ինչ որ կեղտոտ կոմպրոմատ ունեն կամ էլ թե չէ դրանք ներդրված հատուկ ի սկզբանե ներսից քանդելու քանի որ այդ տեխնոլոգիան արդեն վաղուց օգտագործվում է, սովետը քանդել է այդ տեխնոլոգիայով է եղել, մնացած ամեն ինչը, այս ամեն ինչ ինչ որ եղավ այդ տեխնոլոգիայով է եղել, այսինքն ներդնում են, ճեմարան ուղարկում են իրանց մարդկանց, ինձ ասել են, որ աղանդավորները իրանց երեխաներին ուղարկում են ճեմարան։ Շատ վաղուց են ասել։ Ուղարկում են հույսով, որ մի 25-30 տարի հետո եկեղեցական խորհրդում իրանց այդ ուղարկած այդ ներսի
այդ ուրեմն տրոյական ձիու բանով ուրեմն պրինցիպով կշատանան եւ կարան այդ կառույցն քանդել։ Դրա դեմը իհարկե հուսով եմ Աստծո օրհնությամբ կառնվի հենց եկեղեցի, հենց կամ այդ հզոր ազգային միակ այսօր մնացած ազգային կառույցի կողմից։ Այդքան բան։